նաև կառավարման արդյունավետությունը բարձրացնելու առումով էական ենք համարում թվայնացումը, որովհետև մենք շատ ենք խոսում այն մասին, որ մեր կարգավորումները երբեմն շատ բարդ են, շատ երկար են, շատ խճճված են եւ հանրապետության պատմության ընթացքում տարբեր փորձեր են եղել կարգավորումները հնարավորինս պարզեցնելու, իհարկե այդ փորձերից մի մասը եղել են բավականին հաջող, մյուս մասը եղել է ոչ այնքան հաջող, բայց մենք եկել ենք այն եզրակացությամբ, որ այս խնդրի լուծման ուղիղ ճանապարհը թվայնացումն է, որովհետև նախ թվայնացումը մեզ համար առիթ է, որպեսզի մենք ամեն ինչի անդրադառնանք հետևյալ տեսակետից։ Իսկ արդյոք այս կարգավորումը պետք է։ Որովհետև մենք պիտի թվայնացնենք ամեն ինչ եւ կա ուրիշ մի սկզբունք, եթե կա մի կարգավորում, որը հնարավոր չէ թվայնացնել, ուրեմն այդ կարգավորումը ընդհանրապես անհրաժեշտ չէ, այդ կարգավորումը պետք է վերացնել։ Եվ երկրորդը ամեն ինչ չի, որը հնարավոր է թվայնացնել, դա ինքնին չի նշանակում, որ դա անհրաժեշտ է։ Մենք պետք է նորից վերանայենք եւ երբ որ մենք ворթեգրում ենք այդ սկզբունքը, որ պետությունը քաղաքացուց կամ սուբյեկտից պետք է մի տվյալը մի անգամ վերցնի եւ հետագամ երկրորդ անգամ նույն տվյալ ներկայացնելու անհրաժեշտություն չառաջացնի քաղաքացու համար, սա էլ մի իրադրություն է եւ բանաձև է, որը անխուսափելիորեն մեզ տանելու է բազմաթիվ կարգավորումների ուղղակի չեղարկման դրանց անհրաժեշտ չլինելու հիմնավորմամբ։ Իհարկե թվայնացման process-ը գնում է առաջ, բայց առաջիկա շրջանում մենք ավելի մեծ ուշադրություն եւ կենտրոնացվածություն պետք է ունենանք թվայնացման վրա, որը մենք համարում ենք այդ թվում արդյունավետ կառավարման գործիք, պետական կառավարման համակարգի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու գործիք։ Եվ ինչով առաջին հերթին նրանով, որ պաշտոնյաների սուբյեկտիվ կամ թեկուզ օբյեկտիվ միջամտության անհրաժեշտությունը ուղղակի վերանում է, երբ որ թվայնացման գործիքները պատշաճ սկսում են գործել։ Եվ այս առումով արդեն անդրադարձա պետական ծառայության գրավչության բարձրացումը, մեծացումը, բայց միևնույն ժամանակ պետական ծառայողից պահանջների ավելացումը այս ամբողջ վերափոխման գործընթացի շատ կարևոր եւ առանձնահատուկ մաս են, որովհետեւ այն, որ մենք ասում ենք ամեն ինչ որոշում է մարդը, դա վերաբերվում է այո մարդուն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ընտրող, դա վերաբերվում է մարդուն որպես Հայաստանի Հանրապետությունում աշխատող տնտեսական գործունեություն ծավալող, դա վերաբերվում է մարդուն որպես հանրային ծառայող պետական պաշտոնյա եւ այդպես շարունակ։ Եվ մարդու այդ պատասխանատվությունը կրելու համար անհրաժեշտ պայմաններ պետք է ստեղծել եւ անհրաժեշտ պայմանները պետք է նաեւ որոշակի պարտադիրության, եթե ոչ ուղղակի գոնե անուղղակի էֆեկտ ունենան եւ երկրորդը պետական աշխատանքին ի վերջո չպիտի լինի այնպիսի վերաբերվում, դե քանի որ լավ աշխատանք չեմ կարողանում գտնել, ուրեմն երևի պետք է ստիպված եմ պետական կամ համայնքային ծառայող լինել, ինչը ցավոք որոշ դեպքերում մեր իրականության մեջ առկա է, այսինքն մենք չենք կարող ասել, որ մենք այդ երևույթից ազատվել ենք։ Եվ հետեւաբար, եթե մենք ուզում ենք, որ վերափոխված եւ զարգացած պետություն ունենանք, դա նշանակում է, որ պետական համակարգում աշխատանքը չպետք է տեղ ունենա մեկնաբանվելու, այլ տեղ աշխատանք չգտնելու հետևանք։ Եվ սա լուրջ խնդիր է եւ մենք այո շատ բարդ է, շատ պատասխանատու է։ Մինչեւ հիմա ոչ մեկ այդ բեռը չի վերցրել իր վրա, բայց ով պիտի վերցնի, ասինքն մենք հույս ունենք, որ այնտեղին չենք ասում, ոչ թե ինչ որ ուրիշ, ինչ որ մեկը պետք է անի, այլ մենք պետք է անենք դա եւ մենք դա արել ենք, առաջիկայում մենք այս թեմայով կստանանք լուրջ հարվածներ, բայց մենք այդ հարվածներին կտանք արժանի հակահարված։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար